Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում Արարատյան հպարտությամբ եւ Արարատյան տրամադրությամբ։ Բարև ձեզ։ Այցելություն բնության գիրք, բնության գրքում պատրաստվող կերակուրներ եւ դրա տարատեսակներ։ Այսօր այս թեման է, որ պիտի շոշափենք եւ շոշափելու ենք այդ թեման իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ծաղկունք հյուրատան տնօրեն եւ ավագ խոհարար Յուրա Սարգսյանը։ Ողջույն Յուրա։ Ողջույն, ողջույն։ Ինչպե՞ս ես Յուրա։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, լավ, այս բլդրղանի քեղի ծաղիկ ինչու ես բերել։ Նվեր ես բերել։ Այո։ Արդեն բլդրղանի թթու դնելու ժամանակն է։ Այո, բլդրղանի թթու դնելու ժամանակը քեղն է դա, բարեկամներ, զգույշ կլինեք հավաքելու ժամանակ, որովհետեւ քեղի հյութը երբ որ ձերքին կամ մարմնին կպնում է մի քիչ այդպես լավ չի ստացվում։ Յուրա ջան, ինչ ենք պատրաստելու այսօր, ինչ կարող ենք ցույց տալ, որ մեր հեռուստադիտողներից այն մեր ընկերները, ովքեր պիտի վաղը կամ մյուս օրը կամ ընդհանրապես պիտի գնան բնության գիրք եւ ուզում են մի նորություն տեսնել, թե ինչ կարելի է պատրաստել բնության գրքում ընկերներով բնությանը համահունչ։ Այսօր մենք բնության գրքում հավաքեցինք կեռաս եւ մեր հայկական խոհանոցում ճաշացանկում կավելացնենք մեկ նորույթ ուտեստ, ինքը լինելու է խեզգետնի քյաբաբ բալով։ Խեզգետնի քյաբաբ կեռասով։ Բարեկամներ, քյաբաբը, այո, մենք շատ ենք օգտագործում, մեր կերակուրներից, մեր սեղաններից անպակաս չէ, մանավանդ որ Յուրան էլ շատ է սիրում, հիմա մենք կխնդրենք Յուրային պատմելու, թե ինչպես է ստացել զանգվածը։ Զանգվածը ես ստացել եմ խեզգետնի պոչիկները արդեն մաքրած, քանի որ բնության գիրք էին գալի, ես արդեն ապահովագրել ես, որ չտաքանա։ Այո, մաքրած արդեն պատրաստի աղաց է բերել եմ բնության գիրք եւ ապահովել եմ, որպես ինքը չտաքանա, որովհետեւ քյաբաբը որ տաքանում է, մի քիչ դժվարությամբ է շարվում եւ թափվում է։ Զանգվածի մեջ աղացել ենք խեզգետնի կոչիկներ, այո, աղ պղպեղ, կարմիր պղպեղներ, կարմիր աղացած պղպեղ, սև եթե հարկ լինի կարող ենք նաեւ ավելացնել խոզի ճար։ Այո, եթե ստանալու համար մատուցիկ զանգված յուղալի լինի, կարող ենք ավելացնել խոզի ճար։ Շատ լավ։ Դրա համար մեզ հիմա մենք պարոն Մամույան կմաքրենք կեռասը, որ ձեր մոտ նաեւ բալ են ասում, հա։ Այո, բաժանում ենք 4 մասի, այո, հանելով մեջի կորիզը, այս զանգված արդեն մեզ բավական է, որպեսզի 7 քյաբաբ պատրաստենք։ Ես ոնց հասկացա, կեռասը խառնելու ենք զանգվածի հետ։ Այո։ Հիմա թրջում ենք ձեռքերը, որպեսզի զանգվածը չկպչի մեր ձեռքերին եւ լցնում ենք կեռասը։ Այնուհետև շաղախում։ Այո։ Կեռասով եւ խեզգետնի պոչիկով քյաբաբ։ Ասում են բիբինը շատ էր սիրում այսպիսի քյաբաբներ։ Առիթ եղել է։ Այսօրվանից պարոն Մամույան, դուք էլ շատ կսիրեք, որովհետեւ ինքը արտակարգ համեղ ուտեստ է լինելու, արտակարգ յուրահատուկ համ է լինելու։ Խեզգետինը եւ կեռասը իրար հետ։ Խեզգետինը, կեռասը, ածուխը, հայկական եւ արարատյան ոգևորությունը։ Բարեկամներ, ես կարծում եմ հասկացաք, որ իմաստը կայանում է նրանում, որ ճաշակելու ժամանակ մենք զգալու ենք խեզգետնի համ, մերթ կեռասի համ, մերթ այլ համեր, որով որ համեմված է այս զանգվածը։ Ծածկենք հիմա մնացած զանգվածը, ստացվեց արդեն կեռասով խեզգետնի պոչով քյաբաբը։ Այո,
Կրակը ինչ, կրակը պետք է թեժ լինի, թե Չէ, խեցգետնի քաբաբի համար թեժ պետք չէ, Թեժ որտեղ պետք ինքը չէ։ շուտ կարելի։ մենք ունենք արդեն կրակ, գնացի։ Այո։ Հավասարացնենք այրված ածուխները, որպեսզի հավասարաչափ պատրաստվի։ Եվ պատրաստման եղանակը շատ են հարցնում հարգելի հեռուստադիտողներ, հատկապես երիտասարդ խոհարարները, դրեցինք 1-2 րոպե մի քիչ ուղակի թեթևակի սպիտակեց տակի մասը շրջում ենք, որպեսզի համաչափ կարողանանք պատրաստել։ Դե չի սպիտակել, մի քիչ կսպասենք, մինչև սպիտակելը։ Եվ պատկերացումները բոլորիս համար պետք է նույնը լինեն։ Կեռասը նորից տաքանալով, հյութ արտազատելով, խառնվելու է այդ ընդհանուր զանգվածի մեջ, իր համը հաղորդելով եւ արդեն պիտի պատկերացնենք, թե ինչ համեղ քյաբաբ պիտի ստացվի։ Յուրա ջան, ոնց որ պատրաստվում է։ Այո, արդեն Ձվածեղ պատրաստվեց կրակարանի վրա։ Այսինքն գույնը, այդպես վառ, ոսկե գույն, հիանալի։ Անեմ սրանք արդեն կարող եք քաշել այդ կողմինները, ես Խեցգետնից քաբաբ բալով կեռասով կարող է իրոք բալ է։ վերջ։ Յուրա ջան, այսինքն մենք կարող ենք խորհուրդ տալ հատկապես խեցգետնի պոչով, երբ որ ունենք զանգված, կարող ենք այլ մթերքներ, այլ բանջարեղեններ կամ նույնիսկ բանջարեղենի պտուղներ մտցնել, քանի որ կպչողականությունը շատ բարձր է։ Այո։ Ահա խնդրեմ, Յուրա ջան, ինչ ցանկություն, ինչ առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին կցանկանամ, որ ապրեն խաղաղ, առողջ եւ երջանիկ։ Հարգելի հեռուստադիտողներ, ապրենք խաղաղ, ապրենք արժանապատիվ եւ երջանիկ։ Ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Յուրային, իր այս հիանալի կերակրատեսակի, այս նորության, այս նորույթի համար եւ ցանկանամ, որ շարունակես այդպես մտորումներդ եւ պատկերացումներիդ մեջ միշտ ունենաս ավելին հասնելու նպատակ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ շատ եւ հետը անպայման սպիտակ, անապակ, հայկական անսահմանափակ գինի։ Այսքանն էր այսօրվա համար, որ մենք նախատեսել էինք, հարգելի բարեկամներ, ուզում եմ, որ լինեք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։